Հայաստանի պատմության թանգարանն ավելի քան մեկ դար շարունակ ներկայացնում է Հայաստանի պատմությունն ու մշակույթը նախապատմական ժամանակներից 1 միլիոն տարի առաջ մինչև մեր օրեր։ Թանգարանը հիմնադրվել է Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի համար 439 օրենքով 1919 թվականին և կոչվել է ազգագրական մարդաբանական թանգարան գրադարան։ Իսկ այցելուների համար իր դռները բաց է արել 1921 թվականի օգոստոսի 20-ից։ Թանգարանում կարող եք տեսնել Արենիի քարանձավից գտնված հնագույն ոտնամանը, Գեղարոտի վզնոցն ու հնագույն ոսկե հեռակալները, Արգիշտի, Սարտուրի, Ռուսայի վահաններն ու սաղավարտները, Երևանի հիմնադրման արձանագրությունը, Արտաշես արքայի սահմանակարերն ու Տիգրան Մեծի դրամները, ինչպես նաև Աֆրոդիտե աստվածուհու մարմարե քանդակը և բազմաթիվ այլ եզակի նմուշներ։ Թանգարանի առաջին տնօրենն է եղել ազգագրագետ, հնագետ և բանահավաք Երվանդ Լալայան։ 1921-ից 22 թվականներին Երվանդ Լալայանի ջանքերով Երևանը տեղափոխվել Թիֆլիսում գործող Հայոց ազգագրական ընկերության թանգարանի հայագիտական գրադարանը և հնագիտական ազգագրական հավաքածուն։